Ոտքի Հայաստան նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանի կալանքը եւս 2 ամսով կարող է երկարացվել։ Քննիչն այս միջնորդությամբ այսօր դիմել է դատարան։ Ընդդիմադիր գործչի փաստաբանը քիչ առաջ է տեղեկացել միջնորդության մասին։ Կարեն Մեժլումյանի պնդմամբ այն իրավական որևէ հիմք չի պարունակում։ Բնականաբար ես առարկելով նշելով, որ իրականությանը չեն համապատասխանում տվյալ որոշման մեջ Անդրեաս Ղուկասյանին վերագրվող արարքները, ամփոփեցի նրանով, որ դա նման է գյումնաստատի հեքիաթներին, այն ինչ որ գրված է։ Անդրեաս Ղուկասյանը մեղադրվում է Սասնա Ծռեր զինված խմբի կողմից ոստիկանության գունդը գրավելու օրերին Սարիթաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Ընդդիմադիր գործիչը կալանավորվել է հուլիսի 30-ին։ Դատարանն արդեն 2 անգամ մերժել է նրա խափանման միջոցը փոփոխելու փաստաբանի միջնորդությունը։ Կարեն Մեժլումյանի խոսքով 2 ամսով կալանքը երկարաձգելու այսօրվա դիմումում քննիչը կրկին նշել է, թե ազատության մեջ Անդրեասը կարող է փախուստի դիմել կամ ճնշում գործադրել նախաքննության վրա։ Նույն այդ շարանը նշված է բնականաբար, ինչպես միշտ եւ ինչպես հատկապես Անդրեաս Ղուկասյանի դեպքում նախորդ որոշումներում, չնշելով գործի նյութից կամ գործի նյութերում առկա որևէ փաստական տվյալ, որ նման հիմք է տալիս ենթադրելու, որ այդ գործողությունը կանի։ Այսինքն, որ նախկինում Անդրեաս Ղուկասյանը փորձել է օրինակ փախուստի դիմել, բայց բռնել են, որ փորձել է վկաների վրա ճնշումներ գործադրել, խուսափել քննությունից, այլ հանցագործություն կատարել։ Արդեն 1.5 ամիս է Անդրեաս Ղուկասյանը զրկված է նաև ընտանիքի անդամներին տեսակցելու իրավունքից։ Փաստաբանի պնդմամբ կալանավորումից ի վեր քննչական գործողություն գրեթե չի իրականացվում։ Անդրեաս Ղուկասյանի հետ 2 ամսով կալանավորված կարող է մնալ նաև Ոտքի Հայաստան նախաձեռնության մեկ այլ անդամ Դավիթ Հովհաննիսյանը։ Արաբկիրի դատարանում վաղը կքննվի նաև այս միջնորդությունը։ Ակտիվիստի փաստաբանն անհիմն է համարում քննիչի միջնորդությունը, իսկ հարազատները Հովհաննիսյանին ազատ արձակելու պահանջով մի խումբ մտավորականների անունից դիմել նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Դատանում որպես փաստարկ ներկայացնում են, թե նա կարող է խանգարել քննությանը, իսկ այս մարդիկ երաշխավորում են, որ Դավիթ Հովհաննիսյանը ազատության մեջ գտնվելով, այսինքն գրավի դիմաց ազատվելով, նա ոչ մի կերպ չի խոչընդոտի քննությանը։ Դավիթ Հովհաննիսյանը մեղադրվում է Սարիթաղում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։ Մեղադրանքի հիմքում միայն ոստիկանական ցուցմունքներն են։ Ակտիվիստի կինը Դիանա Եղիազարյանը պնդում է, ամուսինը անկարգության չի մասնակցել ու երբևէ նման ելույթով հանդես չի եկել։ Որևիցե մի կերպ ոստիկաններին քարով խփել կամ ինչ-որ նման այլ անկարգություն իրականացնել, մարդը, որը ելույթներ է ունենում բավականին սուր ուղղված իշխանություններին, նա չի կարող ուղղակի ոստիկանների դեմ այդպիսի ոտնձգություններ իրականացնել։ Դա շինծու հոդված է եւ ի տարբերություն Անդրեաս Ղուկասյանի ու Դավիթ Հովհաննիսյանի, Սարիթաղում զանգվածային անկարգությունների գործով կալանավորված Ժառանգություն կուսակցության անդամները ազատ են արձակվել։ Օրեր առաջ փոփոխվեց նաև այս գործով անցնող հիմնադիր խորհրդարանի անդամ Վահագն Ղումաշյանի խափանման միջոցը։